Մինսկում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հոկտեմբերի 10-ին ստորագրվեց Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը։ Այն ուժի մեջ կմտնի հաջորդ տարվա հունվարի 1-ից, եթե ԵՏՄ անդամ երկրների խորհրդարանները մինչև տարեվերջ վավերացնեն այդ պայմանագիրը։ Այս իրադարձության եւ դրա հայաստանյան արձագանքների մասին ենք զրուցելու Ազատություն ռադիոկայանի տեսակետների խաչմերուկ հաղորդաշարի այսօրվա հյուրերի Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանի եւ Ինտեգրացիա եւ զարգացում կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանի հետ։ Ղազախստանի նախագահ Նուրսուլտան Նազարբաևը, որը նախկինում վերապահումներով էր խոսել Հայաստանի անդամակցության հնարավորության մասին, Մինսկում նշեց, որ խոչընդոտներ այլևս չկան, ես մեջբերեմ իր խոսքից, առավել եւս, որ հաջողվել է փոխզիջման հասնել նրբանկատություն պահանջող այն հարցում, թե որ սահմաններով է Հայաստանը անդամակցելու։ Այդ հարցը արդեն հանված է։ Կարող ենք եզրակացնել, որ հանված է Ղարաբաղի հարցը, ինչը իդեպ սկզբում շատ էր նշվում իբրև փաստարկ, երբ խոսվում էր Մաքսային միությանը անդամակցելու հօգուտ դրա անհրաժեշտության մասին։ Ես առիթ ունեցել եմ ասելու շատ կարճ ուղղակի ասեմ։ Մայիսի 29-ից հետո, երբ Հայաստանի նախագահը մասնակցեց Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի հիմնադիր նիստին, դրանից հետո Հայաստանի մասնակցության հարցը անցել է Ռուսաստանի, Բելարուսի, Ղազախստանի շահագրգիռ ուրեմն նախարարությունների ապրոբացիայով, որովհետև դրանք համաձայնություն տային, որպեսզի Հայաստանը անդամակցեր, իրենք էլ հետևել են այդ գործընթացին Ռուսաստանում մասնավորապես, նաև Ղազախստանում, որովհետև այդտեղ կային հարցեր։ Մենք սեպտեմբերի սկզբին դեռ հայտարարեցինք, որ մեր ունեցած տեղեկություններով տեխնիկական ռեգլամենտները բոլորը կարգավորված են, առարկություններ չկան եւ մոտավորապես սեպտեմբերի 10-ի դրությամբ փաստաթուղթը արդեն իր վերջնական տեսքով պատրաստ է ստորագրության եւ մնում էր համաձայնեցնել բարձր մակարդակով նախագահների միասին միտեղ գտնվելու վայրը, որտեղ Հայաստանի նախագահը կարող է ստորագրել։ Ինչպես որ նախատեսված էր, այդպես էլ եղավ, ես Ղարաբաղի մասին կարող եմ ասել հետեւյալը, իսկում համար է գաղտնիք, որ Հայաստանի Հանրապետությունը բոլոր միջազգային կազմակերպություններին անդամակցում է իր միջազգայինորեն ճանաչված սահմաններում։ Մենք չունենք նվաճողական, զավթողական որևէ աչք ակնկալիք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ։ Մենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության երաշխավորն ենք եւ Հայաստանը չի կարող ձեռնարկել որևէ տնտեսական, քաղաքական կամ այլ գործընթաց, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ժողովուրդը կարող էր ավելի վատ ապրել։ Ես կարծում եմ առարկությունները հանված են հենց այնտեղ, որովհետև բավարարված է այն բոլոր թերահավատների կարծիքը, ըստ որի Հայաստանը պատրաստվում էր ինչ որ պաշտոնապես նաև բարձրացնել Լեռնային Ղարաբաղի անդամակցության հարցը։ Չի լինելու այդպիսի հարց, այդ հարցը իսկապես շատ են եւ իմ շատ մտերիմ ընկերներից մեկը Բելարուս հայտնի քաղաքական վերլուծաբանից շատ լավ ասել է, որ հետխորհրդային տարածքում ազգամիջյան հակամարտությունների արդյունքում առաջացած կոնֆլիկտների կարգավորման հարցերը այնքան շատ են, որ Եվրասիական տնտեսական միության ղեկավարները եւ վերլուծաբանները մի օր դինաստեն ու լավ պարզեն ինչ է լինելու այդ բոլոր երկրների միասնական ճակատագրում։ Թերահավատների փաստարկները մասնավորապես վերաբերում էին նաև Հայաստանի եւ Ղարաբաղի միջև մաքսակետի տրամադրման հարցին, տեղակայման հարցին։ Ճիշտ է, տեքստում պայմանագրում Արցախի հետ կապված ուղղակիորեն ոչինչ չկա, բայց ակնհայտ է, եթե Հայաստանը անդամակցում է իր ներկայիս սահմաններով, ապա այդ սահմանին պիտի տեղադրվի մաքսակետ։ Հիմա Ղարաբաղի պաշտոնյաները, օրինակ Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանը ինչ որ մեղմասացության կամ գուցե այլ տարբերակի մասներ խոսում։ Նա իհարկե ասում էր, որ բացառված է մաքսակետ ունենալ Ղարաբաղի եւ Հայաստանի միջև, բայց կան մարդիկ, ովքեր ներկա հսկիչ կետերը շփոթում են մաքսակետերի հետ։ Գուցե անունը փոխեն, մաքսակետ չլինի հսկիչ կետ եւ այսպիսով լուծվի այս խնդիրը։ Հնարավոր է, Աննա ջան, ես արդեն անդրադարձել եմ այդ հարցին ամիսներ առաջ, որ դա երբևէ ոչ մի խնդիր չի հանդիսանալու ներկա իրադրության մեջ, որովհետեւ այն գործընթացը, որով մենք երկու հասարակություն, երկու իրադրություն ունենք, ոնց որ խորհրդային ժամանակներում էր, երկար սև շուկա եւ սպիտակ շուկա եւ այլն, դա շարունակվելու է, ինչպես մինչեւ հիմա է Լեռնային Ղարաբաղը եղել այսպես երկակի հարաբերության մեջ Հայաստանի հետ, հա, մի կողմից հայկական անձնագիր, մյուս կողմից իբր թե անկախ պետություն, նույն կերպ էլ շարունակվելու է, եթե շատ պետք լինի, ես կրկնում եմ իմ վաղուց ասած խոսքերս, մաքսակետը կդնեն ու հանգիստ կանցնեն կգնան, եթե հանկարծ ստուգող եկավ, այդ ստուգողներին մի հատ լավ կտանեն, կհյուրասիրեն ու ամեն ինչ լավ կլինի։ Ձևական բնույթ կլինի։ Իհարկե, որովհետև սա եվրասիական
բան է, այստեղ ամեն ինչ է ձևական լինելու, ամեն ինչ կոռուպցիայով եւ այլ միջոցներով է որոշվելու էլի։ Շատ լավ, այս օրերին էլ նույնիսկ արդեն անդամակցության զուգահեռ շարունակվում էին օգուտիվ եւ վնասի վերաբերյալ դատողություններ, ես հիմա կարճ հիշեցնեմ որոշ փաստարկներ խնդրելով դրանց անդրադառնալ։ Մասնավորապես հակառակորդների փաստարկներից էր, որ փաստորեն Հայաստանը մի միության մեջ է հայտնվում մի երկրի հետ, որը պատժամիջոցների ներքո է եւ սա եւս մի հարված է, եւս մի վարկաբեկում է Հայաստանի միջազգային իմիջի համար, որքանով է ձեզ համար հիմնավոր այս ինչով եւ ժպիտով են վերաբերվում այդ հարցերին, Ռուսաստանի Դաշնությունը մեր գլխավոր առևտրատնտեսական գործընկերն է եւ մենք ունենք շատ լուրջ ակնկալիք այս միությանը անդամակցելուց, մասնավորապես մեր 225,000 միգրանտները, որոնք Հայաստանի իրենց հարազատներին ուղղակի ուղարկում են տարեկան 1.5-ից 1.8 միլիարդ ամերիկյան դոլար ուղիղ տրանսֆերտներ, այսուհետև հնարավորություն են ստանալու Ռուսաստանում իրենց քաղաքացիներին հավասար իրավունքներով աշխատելու առանց սահմանափակումների, առանց լիցենզիաների, առանց ժամկետային սահմանափակումների եւ այլն։ Սա շատ լուրջ հնարավորություն է Հայաստանի աշխատուժի համար, որ գիտեք երկրում դժբախտաբար երկրում ավելցուկ կա աշխատուժի եւ այդ աշխատուժը պիտի կիրառություն գտնի Ռուսաստանում եւ սա արտագաղթ չի, որովհետեւ արտագաղթը գնում են ու հետ չեն գալիս, երբ որ գարնանը գնում են աշնանը հետ են գալիս, իսկ այդ թիվը 220-ը սեզոնային միգրացիա է եւ այս սեզոնային միգրացիան ավելի արժանապատիվ իրավունքներ ունեն, այն հանգամանքը, որ մենք մեր հայրենակիցները ունեն Ռուսաստանում այլևս իրանց երեխաներին կրթության տալու հնարավորություն, այն որ իրանք հնարավորություն ունեն օգտվելու հիվանդանոցների առաջնային բուժօգնությունից, շտապ օգնության ծառայություններից, մանկապարտեզների, մսուրների ծառայություն, խոսում է այն մասին, որ այլևս վերանում է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու եւ Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու պատրվակների պատճառների մի զգալի մասը։ Իրականում սա մեծ էական առաջընթաց է եւ եթե մեր երկրի իշխանությունները ջանք գործադրեն այս միությունից տնտեսական ակնկալիք ստանալու ուղղությամբ, ես ակնկալում եմ նաև շատ էական ինվեստիցիաների ներդրումների աճ Հայաստանում, մասնավորապես արդյունաբերության ոլորտում։ Ձեր զրուցակցին հարցնել այլ տնտեսական օգուտների մասին, հենց երեկ էլ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի եւ մակրոտնտեսության նախարար Տատյանա Վալովան ասաց, որ առաջին առավելությունը այն կլինի, որ կտրուկ կաճի Հայաստանում ներդրումային գործունեությունը, այդ թվում տեխնոլոգիապես բարձր ոլորտներում։ Նա ասաց, որ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանում արտադրվող մթերքների համար դռներ կբացվեն, մրգերի, բանջարեղենի, ձկների եւ այլն։ Ավելի վաղ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության ԱՊՀ երկրների հետ համագործակցության դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Ցիբուլսկին էր ասելով, որ Հայաստանի համար Ռուսաստանի գազի գինը, սակագինը կնվազի 30%-ով։ Լուրջ առավելություն է։ Ես ոչ մի կարծիք չունեմ դրա մասին, որովհետև տնտեսագետ չեմ։ Բայց կարող եք բանանել, հա, Ձերքարտուղության մի շատ կարճ մեկնաբանություն անեմ։ Ուրեմն հետխորհրդային տարածքը համախմբող այս կա մի մասը այս տարածքի համախմբող այս տնտեսական ալյանսի միասնական բյուջեի, մաքսային բյուջեի մուտքերի 1%-ը այսուհետև որոշված է հատկացնել Հայաստանը։ Սա Հայաստանի բյուջեի վրա 150 միլիոն ամերիկյան դոլարի լրացուցիչ մուտք է։ Ուրեմն հələ մնացած բաներից չենք խոսում։ Արդյունաբերությունը կաշխատի, նոր ներդրումներ կլինեն, թե չէ։ Ընդհանրապես լոկ այսօրվա մաքսային քաղաքականություն տարածքի ֆիքսելով մենք ունենալու ենք 152 միլիոն դոլար ուրեմն մաքուր ավելցուկ մեր ազգային բյուջեի վրա։ Հիմա թե լրացուցիչ նոր շուկաներ, իհարկե շուկաներ, ինչի գաղտնիք է, որ օրինակ Ղազախները գալիս են Հայաստան, ասում են ձեր ոչ գյուղատնտեսական մթերքը, ոչ շուտերը, ոչ ջրերը, ոչ գինիները Ղազախական շուկայում մինչև հիմա ընդհանրապես ներկայացված չեն եղել ոչ սահմանափակումների պատճառով։ Բոլոր սահմանափակումները հանվել են 16 միլիոնանոց երկիր միանգամից մուտք գործելու հնարավորություն կա, որտեղ ես ձեզ ասում եմ, Ղազախները, բելարուսները, որ գալիս են հյուր Հայաստան, նրանք իրանց այդ մտքերը տանում են։ Չոր միրգա, գյուղատնտեսական մթերքը շատ են տանում։ Նշանակում է դրա պահանջարկը կա։ Դուք տնտեսագետ չեք, բայց կարծում եմ հիշում եք այն առավելությունները, որ Հայաստանին պատրաստվում էր ընդդրել Եվրոպական միությունը ասոցիացիան պայմանագրի ստորագրման դեպքում։ Հիմա այն ինչ որ մասին խոսում է Եվրասիական տնտեսական եւ այն ինչ որ մենք բաց թողեցինք արդեն համադրելի են թե ոչ։ Ոչ, բացարձակապես այնտեղ առավելություն
առավելություններ շատ քիչ էին լինելու առաջիկա 5-7 տարվա ընթացքում, գրեթե ոչ մի առավելություն չէր լինելու եւ այնտեղ լինելու էր, եթե ընդգրկվեինք արևելյան գործընկերության մեջ, լինելու էր շատ դժվար ժամանակաշրջան տնտեսության կտրուկ անկմամբ, ինչպես հիմա Ուկրաինայում է տեղի ունենում, բայց մեր համակարգերը ընթացակարգերը համապատասխանեցվելու էին Եվրոպայի եւ միջազգային ստանդարտներին։ Առավելությունը օգուտը դա էր լինելու։ Հեռանկարային ուրեմն շուկաների Էլի շուկայով տնտեսությամբ սա չափելը սխալ է։ Տնտեսությունը միշտ շատ կարճաժամկետ, կարճատև, կարճատես գործ է իրականում։ Մենք խոսում ենք գաղափարների եւ խոսում ենք աշխարհի ապագայի մասին։ Այսինքն, եթե մենք հիմա նայում ենք Հայաստանին, ինչ ռեֆորմներ տեղի ունեցան վերջին, ասենք, 10 տարվա ընթացքում, հա, որ ժողովուրդը հիշի ինչ-որ մի բան, ասենք նոտարների ռեֆորմը կամ անձնագիր ստանալու հեշտությունը։ Բոլորը եվրոպական փորձի։ Հարցը միայն դա չի, այն է, որ ընդհանուր առմամբ Հայաստանը ռեֆորմ ընդունելու, այսինքն կաշառքից խուսափելու, կոռուպցիայից խուսափելու, հակակոռուպցիոն ինչ-որ ընթացակարգեր ստեղծելու, էլեկտրոնային կառավարում ստեղծելու եւ այդ ուղղությամբ էր գնում։ Հիմա այստեղ շատ հավանական է, որ հակառակը տեղի ունենա։ Նախ կարիքը չկա, երկրորդը ըստ այդ համաձայնագրի օրենսդրությունները պիտի միմյանց համապատասխանեցվեն, իսկ օրենսդրությունները միմյանց համապատասխանեցվել, այսինքն եթե Հայաստանը Ռուսաստանի օրենսդրությունը ընդունի, ապա դա շատ հեռու է եւ միջազգային ստանդարտներից եւ ամեն ինչից։ Դա է վտանգը, թե չէ տնտեսական առումով ես պարոն Սաֆարյանի հետ լրիվ համաձայն եմ։ Լիքը օգուտ կլինի։ Հողորետեսական կանխատեսումներից եւս մեկը հավելեմ, հա, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, որ ուղղակի կասկած էր հայտնել, որ մեզ առաջիկայում լուրջ գրաքննություն է սպասվում, որ ինֆորմացիայի հստակ քաղաքական ուղղորդում պետք է լինի, ինչպես հիմա Ռուսաստանում է կատարվում, այնտեղ գործընթացը արդեն սկսվել է, մեզ մոտ դեռ այդքան ցայտուն դրսևորումներ չկան եւ ի վերջո ոչ Նազարբաևը ըստ Հրանուշ Խառատյանի, ոչ Մինսկը մտքերի բաց արտահայտման կողմնակիցներ չեն, չխոսենք արդեն Պուտինի եւ նրա իշխանության մասին։ Ուրեմն իմ խորին համոզմամբ Եվրասիական տնտեսական միությունը լոկ տարածաշրջանային տնտեսական ալյանս է, որը ձևավորվեց այն պատճառով, որ աշխարհում գլոբալացվող տնտեսությունը կամաց-կամաց ռեգիոնալացվում է։ Եվ այսպիսի ալյանսներ աշխարհում էլի շատ կան։ Ինչպես գիտեք, Ղազախստանն է առարկել, որ այդ ալյանսը դառնա միանգամից Եվրասիական միություն, այսինքն օրինակ վերազգային, քաղաքական եւ այլն, ուրիշ ալյանս, որ մենք էլ հիմա քննարկենք, մեզ արդյոք հարմար է մեր ինքնիշխանության մի որոշակի մասը հրաժարվել այդ մասից ինչ որ ակնկալիքների, ասենք տնտեսական օգուտների արդյունքով։ Այնպես որ ես նրան շատ հանգիստ եմ նայում, որովհետեւ ինչպես ասել է իմ շատ մտերիմ լավ ընկեր Արսեն Ղազարյանի մի ինտերվյուում, Եվրասիական տնտեսական միությանը միանալով մենք Եվրոպային չենք ուրանում։ Ավելին, ես համոզված եմ, որ վերջի 98 թվականից սկսած ԵԱՀԿ-ի եվրոպական մյուս կառույցների Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցության արդյունքում մենք ունենք օրենսդրություն եւ մենք ունենք մի համակարգ քաղաքական, որը մենակ մի տեղ ունի, ավելի եվրոպականացվելու իր զարգացման մեջ։ Այլև ես կանխատեսում եմ, որ այդ գործընթացները Հայաստանի քաղաքական, տնտեսական, հասարակական, իրավական, մյուս ենթակառուցվածքների եվրոպականացման գործընթացը խանգարելուն ոչինչ չի։ Իվարկյան, Եվրամիություն Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսը, որը 3 հարցազրույց էր տվել Ազատություն ռադիոկայան, հակառակ կանխատեսումներ էր արել, ասելով, որ այս պայմանագրի ստորագրումը կհարվածի Հայաստանի հեղինակությանը Եվրամիությունում։ Նա ասել էր, որ առանց այդ էլ սեպտեմբերի 3-ի անակնկալ որոշումից հետո այսօր գրեթե բոլորը Եվրամիության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում բացասաբար էին տրամադրված Հայաստանի նկատմամբ։ Նա ասել էր, միգուցե միայն ես էի, որ անցած տարի պաշտպանում էի Հայաստանի, հիմա ինքն էր բավական հոռետեսորեն։ Ուրեմն արդյոք պարոն Սաֆարյանի այս լավատեսական կանխատեսումները, որ մենք չենք ուրանա Եվրոպային, հակառակ կողմից գոնե վերաբերմունքի առումով մեր նկատմամբ փոփոխություն չի լինի։ Ոչ, ինձ թվում է հակառակ կողմից չի լինի, որովհետև Հայաստանին միշտ էլ առանձնապես չեն վերաբերվել, շատ փոքր գործոն է, բոլորը հասկանում են այն ծանր իրադրությունը, որում Հայաստանը ինքն իրեն դրել է, չլուծված կոնֆլիկտ ունենալով, հայ-թուրքական հարաբերությունների չլուծված լինելու պատճառով եւ դեմոկրատիայի ներքին համակարգ ստեղծել չկարողանալով եւ կոռումպացված օլիգարխիկ համակարգ ստեղծելու պատճառով։ Այնպես որ Եվրոպայի եւ Արևմուտքի ընդհանրապես հիմնական շահը հիմա լինելու է Հայաստանին օգնել հնարավոր պայմաններում կոմպլեմենտարիզմը պահպանել։ Սակայն ինչ վերաբերում է
պարոն Սաֆարյանի ասացին, այստեղ մի հարց կա։ Այս պայմանագիրը, համաձայնագիրը շատ նման է Խորհրդային Միության ստեղծման համաձայնագրին։ Այնտեղ էլ էր ասվում, որ անկախ են լինելու հանրապետությունները եւ այլն եւ այլն։ Այստեղ մենք ունենք նույն իրադրությունը, որի մասին ես ասում եի, կա երկու իրականություն։ Իրական իրականությունը եւ թղթի վրայի իրականությունը։ Թղթի վրայինը մի բան է ասում, տնտեսական է եւ այլն։ Իրական իրականությունը մենք արդեն գիտենք, որ այս համաձայնագիրը սկսեց գործել մինչև 3 արդեն Ռուսաստանի հետ։ Այսինքն հայ ուղևորը, եթե ինքնաթիռ է նստում Հայաստանում Aeroflot-ով գնալ արտասահման, Մոսկվայում պիտի նորից իրերը բեռները հանի, նորից անցնի մաքսակետ, որպեսզի նոր մաքսազերծված լինի գնալու համար արտասահման։ Դա արդեն սկսել էր գործել եւ նմանատիպ մի շարք այլ բաներ։ Եվ այդ ամենը ահագնանալու է։ Այսինքն, քանի որ Ղազախստանն ու Բելարուսը աղքատ են եւ իրենք էլ են պայքարում այդ ֆրոնդան անում, որպեսզի անկախությունը մի կերպ պահպանեն այս իրադրության մեջ, նրանք չեն մասնակցելու Հայաստանի իրադրություններին, այլ Ռուսաստանն է մասնակցելու։ Արդեն հենց ձեր կայքում երկու նորություն իրար հետևից է գալիս, որ Հայաստանը ստորագրեց եւ երկրորդը, որ խոշորածավալ ռազմական ուրեմն ինչ որ շարժումներ են լինելու ռուսական բազայի կողմից Հայաստանում։ Այսինքն սուվերենությունը կորցնելու հարցը շատ կտրուկ է դրված այս պայմաններում, բայց հենց հաշվի առնելով այդ երկու հասարակությունների, երկու իրադրությունների գրվածի ու չգրվածի հարաբերակցությունը, որ Հայաստանին եւ ամբողջ հետխորհրդային տարածքին շատ ծանոթ է։ Մենք այսպիսի իրադրության մեջ ապրել ենք 70 տարի, եւ 60-ականներին եւ 70-ականներին, այսինքն ստեղծվելու է երկրորդ իրականություն եւ այդ իրականությունն է ավաղ թույլ չտալու, որ մենք աշխարհի հետ համահունչ զարգանանք նորմալ։ Եվ մեր զրույցի ավարտին կուզենայի անդրադառնալ, թե ինչպես հայաստանյան առաջատար քաղաքական ուժերը արձագանքեցին, ինչպես օգտագործեց որակումը սուվերենության որոշակի կորստին որոշ գնահատականների համաձայն։ Մասնավորապես Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքում հայտարարեց, թույլ տվեք մեջ բերել, շարժումը իր առջև աշխարհաքաղաքական կողմնորոշումների խնդիր չի դնում եւ առաջիկա զանգվածային միջոցառումների ընթացքում ամենևին չի պատրաստվում անդրադառնալ այդ թեմային։ Իրականում Հայաստանի քաղաքական օրակարգում այդպիսի խնդիր գոյություն էլ չունի, որովհետև Հայաստանի անդամակցումը Եվրասիական միությանը այլևս անշրջելի իրողություն է։ Պարոն Սաֆարյան, հնարավոր է արդյոք, որ չանդրադառնալ այդ թեմային եւ իրոք համարում եք, որ Հայաստանի այդպիսի խնդիր չկա։ Ես իրականում բազմիցս ասթեատի մեջ իմ վերլուծականներում բազմիցս գրել եմ, որ ամենածանր եւ վտանգավոր բանը Հայաստանի հասարակական քաղաքական դաշտը կողմնորոշումների հարցում իրար բաժանելն է եւ միմյանց դեմ արճակատում։ Վիճաբանություն կա, կան տարաձայնություններ, կան արևմտամետներ, կան ռուսասերներ, կան նրանց մեջ սա բնական է եւ սա նորմալ է, մենք էլ նստած խոսում ենք, չէ՞, քննարկում ենք առանց իրար խանգարելու։ Ես կարծում եմ, որ եթե Հայաստանի քաղաքական դաշտը կողմնորոշումների հողի վրա արճակատվի, մենք կկորցնենք մեր անկախությունը եւ սա ոչ թե վիրտուալ կամ թվացial, իրեն իսկապես։ Եվ ես կարծում եմ, որ մեր հիմնական քաղաքական բուրգերը, ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր, այսօր այս բանը գիտակցելով, այս հարցը, այս վիճաբանությունը քաղաքական արճակատումների դաշտից գիտակցաբար հանել են։ Եվ ես կարծում եմ, որ սա շատ իմաստով որոշում է։ Պարոն Տեր-Պետրոսյան, պատահական էր արդյոք, որ իր նախագահական հավակնությունների մասին հայտարարուն զուգահեռ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը նաև իր հարցազրույցով Նեզավիսիմայա գազետային ըստ էության վերահաստատեց ոչ հակառուսական գիծը, հայտարարելով, որ իր կուսակցության շուրթերից երբեք չեն լսի հակառուսական հայտարարություններ, արդյոք այս լոյալությունը Ռուսաստանին, այդ լոյալության երթումը հավաստում չէր, որ եռյակը կամ Տեր-Պետրոսյանը երեկ էլի շարունակեց այն քառյակ անվանել, երբեք չի խանգարի, որևէ կերպ չի խանգարի Հայաստանի անդամակցությանը Եվրասիական միությանը։ Գիտեք ինչ, Աննա ջան, արջը շատ հաճելի կենդանի է, ես արջին շատ սիրում եմ, բայց ես նաև արջից վախում եմ։
ինձ թվում է եռյակն էլ, քառյակն էլ, ամբողջ Հայաստանը եւ շատ սիրում է եւ շատ վախենում է։ Եթե 15 տարի առաջ լիներ այս միավորումը, ընդհանրապես ոչ մի հարց չէր առաջանա, որտեղ դա կլիներ առաջադիմության քայլ։ Այսօրվա արջը մի քիչ շատ է վտանգավորացել եւ դրա համար օրինակ Ուկրաինայի, օրինակ իրենց ներքին կանոնները, օրենքների հետ ընդունելը եւ այլն, այդ հակադեմոկրատական պլուրալիզմի դեմ գնացող։ Դրա համար էլ ավելի վտանգավոր է դարձել եւ բնականաբար ոչ մի պատասխանատու քաղաքական գործիչ, եթե մանավանդ ուզում է ներքին իշխանափոխություն առանց արտաքին ցնցումների, ոչ մի դեպքում չի ասի ես արջին դեմ եմ, ոչ մի խելոք մարդ էլ չի ասի։ Ուղղակի պետք է հասկանալ կա այն ինչ մասին, եթե նաեւ գործելու։ Գործել ինչպես կարող ենք մենք գործել։ Կարող ենք գործել միայն հետեւյալ կերպ։ Եթե շարունակենք մեր հակակոռուպցիոն ընթացակարգերը ստեղծել, եթե որոշեինք իրոք ստեղծել նորմալ ներքին պետություն, եթե կարողանայինք ընդդիմադրել շատ ավելի մեծ ագրեսորին, քան թե Ադրբեջանն էր, եւ ավելի փափուկ եւ այլ ձևերով ագրեսորին, եթե Ռուսաստանում մեր այդ միգրացիոն խումբը, ժողովուրդը, սփյուռքը, որը այնտեղ են գտնվում, հանկարծ հեղափոխվեր եւ փոխանակ կաշառքով հարցեր լուծերը գերադասելը դառնար Ռուսաստանում դեմոկրատացնող գործոն։ Այդ դեպքում մի բան կկարողանայինք անել։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Հիշեցնենք, որ Ազատություն ռադիոկայանի տեսակետների խաչմերուկում այսօր հանդիպեցին Ինտեգրացիա եւ զարգացում կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը եւ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը։ Հաղորդումը վարեց Աննա Իսրայելյանը։